Միան տապանում հյուրընկալել եմ ժողովրդավարության և անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, հանուն հանրապետության կուսակցության քաղխորհրդի անդամ Արնոլդ Բլեյանին, պարոն Բլեյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Բարև ձեզ, միշտ սիրով։ Ըստ իշխանական լրատվամիջոցների հրապարակումների մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ փաստել են, որ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը եւ նրանք դիմել են եկեղեցու հավատացյալ եւ նվիրյալ զավակներին սրբության սրբոց Մայրաթոր Սուրբ Էջմիածինը սրբապիղծ հոգևորականից եւ նրա մեղքը կիսողներից մաքրելու համար, խստագույնս դատապարտելով կաթողիկոսի թյուր ընթացքը։ Ոչ Մայրաթորը, ոչ էլ այդ եպիսկոպոսները առայժմ չեն հաստատել այս հայտարարության իսկությունը, սրանով հանդերձ Փաշինյանն այսօր անդրադարձավ սրան եւ հայտարարեց, որ պատրաստ է հենց այսօր բարձրաստիճան հոգևորականների համաձայնության դեպքում հանդիպել նրան եւ քննարկել հայտարարությունից բխող մանրամասներ, ինչ կարող ենք արձանագրել այս պահի դրությամբ, արդյոք Փաշինյանին հաջողվում է այդ ներսից եկեղեցին մաքրելու կամ նորոգում սկսելու գործընթացը։ Փաստաթուղթը իրական է, հայտարարություն իսկապես կա, կարծեմ 12 թե 13 եպիսկոպոս է ստորագրել այն։ Ես կասեի ոչ միայն Փաշինյանին հաջողվում է կամ ոչ այնքան իրեն հաջողվում, այլ եկեղեցուն հաջողվում է ինքնամաքրմամբ զբաղվել, որովհետև այդ տեսանյութերից հետո անկախ այն հանգամանքից, թե արդյոք իրավունք կար, որպեսզի իրեն ձայնագրեին, այնուամենայնիվ այդ տեսանյութերից հետո, այդ տեսանյութերի հրապարակումից հետո կաթողիկոսը պետք է գոնե առժամանակ իրեն գործից հեռու պահեր, բայց այնուամենայնիվ դա տեղի չունեցավ, նույնիսկ կատաղեկատվություն, որ նա է պահում Արշակին, որպեսզի Արշակը չհեռանա, սա իրապես խնդրահարույց է, որովհետև սա քաղաքական հարց չէ, սա ինչ-որ կողմնորոշման հարց չէ, սա բարոյականության հարց է, կան տեսանյութեր, մեկի տեղը մի քանի, բնական է, որ դա կեղծված չէր, որովհետև Արշակը ինքը չի հերքել այդ տեսանյութերի իսկությունը և հետևաբար բարոյականությունը գոնե թելադրում է և հուշում է, որ նա ինքնական պետք է հեռանար կամ գոնե կաթողիկոսը իրեն պետք է հեռացներ առժամանակ, մինչև այդ տեսանյութերի իսկությունը պարզվում է։ Այսօր արդեն իմացանք, որ տեսանյութերը իրական են, իսկական են և իրապես ես ուրախ եմ, որ եկեղեցականների մեջ գտնվեցին հավատացյալներ, ովքեր հասկացան, որ եկեղեցին իրապես ինքնամաքրման կարիք ունի և ես գրեթե վստահ եմ, որ Արշակը պետք է ի վերջո հեռանա։ Ես նաև ծանոթացա հենց Արշակի գրառմանը, որ նա ասում էր դեռ հավաստի տվյալներ չկան, որ դա իսկապես այդպես է, բայց նա գնալու է, ես վստահ եմ, որ հեռանալու է նաև կաթողիկոս Բ-ն, որովհետև նա պետք է հասկանա, որ լուսավորչի գահը նա ի վերջո պետք է թողնի, որովհետև Արշակը իր դիվանապետն է, ընդ որում երկար տարիների նշանակված դիվանապետն է և հետևաբար այնպես չէ, որ կաթողիկոսը այնքան մաքրամաքուր է և նման չէ իր դիվանապետ Արշակին, Արշակ Խաչատրյանին։ Հեռանալու տարբերակ տեսնում եք ինքը իր կամքով հրաժարվելը, որովհետև պնդումներ կան, որ չնայած այս ճնշումներին կարող է և կաթողիկոսը չհեռանալ, այդ դեպքում նրան հեռացնելու մեխանիզմ էլ չկա, եթե ինքը որոշի, որ չի հեռանալու։ Հասկանում եք, այնքան փակուղային է իրավիճակը, որ պարզապես այլ տարբերակ չի մնում։ Իհարկե նա կարող է փորձել մինչև վերջ կառչել իր աթոռից, կա կարծիք, որ նա փորձել է գոնե մինչև 26 թվականի խորհրդարանական ընտրությունները մնալ, իր գահից կառչած, որպեսզի միգուցե ինչ-ինչ քաղաքական փոփոխությունների արդյունքում այլևս այդ ճնշումը չի լինի իր վրա, բայց մի կողմ դնենք այդ քաղաքական այդ ասպեկտը, ի վերջո կաթողիկոսը պետք է ինքն իրեն հարցնի, արդյոք նա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Ես չեմ տեսնում, որ նա ամենայն հայոց կաթողիկոսն է։ Ինչու պետք է կաթողիկոսի մոտ այդ հարցը առաջանա։ Որովհետև նախ թե իր եկեղեցու ներսում արդեն քանի եպիսկոպոս հարցեր են բարձրաձայնում և այն հանգամանքը թե նա ինչպես վերաբերվեց Արշակ Խաչատրյանի այդ գործին, խոսում է նրա մասին, որ նա իր տեղում չէ։
Եվ այն հանգամանքը, որ ահագին հավատավորներ, հայ առաքելական Սուրբ եկեղեցու հավատավորներ հարց են բարձրաձայնում, թե ի վերջո արդյոք նա ներկայացնում է մեզ, եւ բացի դրանից խոսքը ոչ միայն գնում է Հայաստանի Հանրապետության ներսում, նա ամենայն հայոց կաթողիկոսն է, այսինքն բոլոր հայ քրիստոնյաների առաքելական եկեղեցու հետևորդների կաթողիկոսն է։ Եվ մենք տեսնում ենք, որ աշխարհի տարբեր մասերում ընդվզումներ կան եւ հարցեր են բարձրաձայնվում, թե ի վերջո որն է իր նպատակը։ Ի վերջո նա ինչպես է հասկանում այդ կաթողիկոս լինելը։ Օրինակ, տեսեք, կարծեմ հենց այստեղ էլ մենք խոսել ենք օգոստոսի 8-ից արդեն ինչքան ժամանակ անցավ։ Օգոստոսի 8-ին Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր։ Որևէ պաշտոնական հայտարարություն ես դեռ չեմ լսել Գարեգին Պկաթողիկոսից։ Բայց մենք պետք է հասկանանք, ի վերջո նա օրհնում է այդ նախաստորագրված համաձայնագիրը, թե ոչ։ Կողմ է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև լինի խաղաղություն, որովհետև իմ պատկերացմամբ կաթողիկոսը հենց խաղաղություն պետք է քարոզի։ Թարապես հավատավորը, Տեր հայրը պետք է խաղաղություն քարոզի։ Հակառակ դեպքում էլ ինչ պետք է քարոզեն իրենք։ Չէ, եթե իրենք ուզում են նմանվեն ռուս ուղղափառ եկեղեցի իրենց կաթողիկոսին, Կիրիլին, դա ուրիշ հարց է։ Բայց ես հարցեր ունեմ այնտեղ էլ եւ հարցեր ունեմ այստեղ։ Եվ այսօր նա ամբողջությամբ գրեթե նմանվում է այն գործելավոճին, որով զբաղված է նույն Կիրիլ վեհափառը Ռուսաստանում։ Այսինքն օրհնում է օրինակ նա այնտեղ, որպեսզի ռուսները գնան եւ սպանեն ուկրաինացիներին։ Դա իմ պատկերացմամբ անտրամաբանական է, անկարելի է թույլ տալ։ Ընդ որում սպանում են ուկրաինացիներին, ում իրենք իսկ անվանում են եղբայրներ, այսինքն եղբայրասպանություն են օրհնում։ Այդքան տրիվիալ է հնչում այդ ամենը։ Եվ իր եղբայրը Մոսկվայում, գիտեք, օրհնում էր հայ գումարտակը, որպեսզի գնան եւ սպանեն մասնակցեն պատերազմական գործողությունների։ Մենք այս ոճի կաթողիկոս չենք ուզում։ Մենք ուզում ենք կաթողիկոս, որը նախ վերկուսակցական է, որի գրասենյակում չկան փակցված Հայաստան դաշինքի ստիկերներ իրենց համակարգչերի վրա, եւ կաթողիկոս, ով առաջնորդում է, ով նաեւ ուժեղացնում է պետությունը, ում համար պետությունը վեր է իր նեղանձնական բիզնես ինչ-որ շահերից։ Պետության աջակցությունը ինչպես պետք է դրսևորվի, այսինքն եթե գործող իշխանությունը պետությունը սխալ հունով է տանում կամ սխալ քաղաքականություն է վարում, այդ դեպքում չբարձրաձայնի, չխոսի դրա մասին։ Գիտեք, եթե մենք խոսում ենք հենց այս Գարեգին Բ-ից, ապա հարց է առաջանում։ Ենթադրենք ըստ իրենց պատկերացրածի հիմա Հայաստանը գնում է սխալ ուղով, հիմա հարց է առաջանում։ Իսկ 99 թվականի հոկտեմբերի 27-ից, երբ նա ընտրվեց ամենահայոց կաթողիկոս, Հայաստանը գնում էր ամբողջությամբ ճիշտ ուղով, պետք է ստուգել մարդու հետագիծը։ Իսկ ուր էր ինքը մինչ 2018 թվականի հեղափոխությունը։ Այսինքն ամեն ինչ հարթեր է գնում այդ քանի տարիների ընթացքում։ Հակառակը նա ամեն անգամ օրհնում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի յուրաքանչյուր հանցագործություն, որովհետեւ կանգնում էր իրենց կողքին, գումարներ էր ստանում ռուսահայ միլիարդատերերից, զբաղված էր բիզնես իր անձնական բիզնես շահերի առաջմղմամբ։ Եվ երբ իրապես հայ ժողովուրդը կարիք է ունեցել կաթողիկոսի խոսքի, մենք այդ խոսքը չենք լսել։ Կարծում եմ ամենացուցիչ քայլը, որ կաթողիկոսը արել է, դա այն է, երբ Բալթյան թեմի առաջնորդը խոսելով Հայաստանի Հանրապետության եվրոպական ինտեգրման հեռանկարից, նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության կնքման անհրաժեշտությունից հետո, երբ կաթողիկոսը հայ առաքելական եկեղեցին պաշտոնական հայտարարություն են տարածել եւ ասել են, որ Բալթյան թեմի առաջնորդը չի ներկայացնում հայ առաքելական եկեղեցու տեսակետը, այլ երազնական տեսակետն է հայտնում։
Սա այնքան ցուցիչ հայտարարություն է, որովհետև դա նշանակում է, որ հայ առաքելական եկեղեցին չի կիսում օրինակ, որ Հայաստանը դառնա Եվրոպական միության անդամ, եւ չի կիսում այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է լինեն խաղաղ։ Այդ խաղաղությանը դեռ կանդրադառնանք, պարոն Բլյան, դուք ասացիք, որ ուրախ եք, որ եկեղեցու ներսում գտնվեցին բարձրաստիճան հոգևորականներ, ովքեր տեսան այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, բայց արդյոք նրանք իսկապես տեսան բարեփոխումների անհրաժեշտությունը եւ դրա հետևանք է այս հայտարարությունը, թե այնուամենայնիվ ենթադրել, որ նրանք վախեցան իրենց դեմ հնարավոր կոմպրոմատներից, որոնք կարող է իշխանությունն ունենալ եւ հրապարակել։ Իհարկե ես չունեմ տեղեկատվություն յուրաքանչյուր arczepiskoposi անձնական կյանքի վերաբերյալ։ Դե իրավիճակին նայելով ինչ որ ենթադրությունը ավելի օբյեկտիվ կարող է լինել։ Չեմ կարող ասել։ Բայց այն, որ եկեղեցին պետք է ներսից փոփոխություններ անի, ոչ թե կառավարությունը պետք է հանգեցնի նրան, որ այնտեղ ներսում փոփոխություններ լինեն, այլ եկեղեցին ինքը պետք է ներսից փոփոխվի, որտեղ փրկությունը եկեղեցու եւ ինքնամաքրվումը պետք է հենց ներսից կա։ Հակառակ դեպքում լինելու է դիմադրություն։ Ինքնամաքրում ասելով նկատի ունեք առաջին հերթին հոգևորականների բարեվարկության այդ աստիճանը, կերպարը։ Այո։ Այսինքն ինչ է նշանակում, երբ օրինակ որևէ եկեղեցու առաջնորդ ասում է դու ԿՊԱ-ական ես, քեզ չեմ մկրտում, դու չես մտնում, դու իրավունք չունես։ Սա ամենայն հայոց կաթողիկոսության տրամաբանության ներքո է, ոչ։ Հակառակ իրենք պետք է ասեն, որ թե Տեր-Պետրոսյանը, թե Քոչարյանը, թե Սարգսյանը, թե Փաշինյանը մեր բոլոր զավակներն են, մեր եղբայրներն են, բոլորն էլ մեղքեր ունեն գործած, Աստված օրհնի ձեզ, Աստված ների ձեզ, ես միշտ ձեր համար ձեր հայրն եմ, ձեր առաջնորդն եմ, ձեր տրանսլատորն եմ Աստծու համար։ Այսինքն սա է մեզ պետք տեսնել։ Իհարկե Նիկոլ Փաշինյանը, եթե այսօր Նիկոլ Փաշինյանն երկրի նա կունենա սխալ քայլեր։ Եվ այդ սխալ քայլերից ոչ թե պետք է օգտվի եկեղեցին եւ հարվածի, որպեսզի իր սիրած առաջնորդին բերի իշխանության, ինչպես նա ժամանակին ասաց 21 թվականին պետք է Վազգեն Մանուկյանը լինի վարչապետ կամ Ռոբերտ Քոչարյանը։ Այլ հակառակը։ Նա իր խոսքով օգտագործելով կտակարանից տարբեր մեջբերումներ, ճիշտ ուղու վրա դնի, օրհնի։ Սա մենք պետք է տեսնենք։ Հակառակ դեպքում, եթե եկեղեցին չի ուժեղացնում պետությունը, ապա ինչ է անում եկեղեցին։ Այսինքն մենք պետք է գանք այն բանից, որ պետությունները գալիս են եւ գնում են, եկեղեցին մնում է, թե պետք է հասկանանք, որ քանի պետությունը կա, եկեղեցին էլ կա։ Այս սա մենք պետք է հասկանանք։ Թե չէ, մոտեցման հարց։ Եթե պետություն չունեցանք, բայց ինչ-ինչ տեղերում ինչ որ եկեղեցիներ ունեցանք, ինչ Ում է պետք լինելու այդ եկեղեցիներ, եթե չունենք պետություն։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ, Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։
Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորաոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Բլեյան, հիմա բուն խաղաղության գործընթացին անդրադառնալով, ինչպես հավատալ Ալիևյան ռեժիմի խաղաղության գնալու պատրաստակամությանը կամ ուղերձներին, որոնք նա հղեց մեր քաղ հասարակության ներկայացուցիչների միջոցով, երբ որ մեր գերիներին շարունակում են պահել բանտում, ավելին դատախազը, այդ դատավարությունը, շինձու դատավարությունը մոտենում է ավարտին եւ դատախազը պահանջել է 16 տարուց մինչեւ ցմահ ազատազրկում։ Այ ինչպես հավատալ մեր հանրության տարբեր շերտերին Ալիևի անկեղծությանը։ Ես կարծում եմ, ոչ թե պետք է հավատանք, այլ չհավատանք, այլ պետք է աշխատենք այնպես, որպեսզի դա իրականություն դառնա, որովհետեւ նույնիսկ եթե Իլհամ Ալիևը այսօր ամբողջությամբ անկեղծ է, դա չի նշանակում, որ օրինակ 1 տարի հետո, 2 տարի հետո նա չի կարող մտկափոխ լինել։ Բայց ինչպես է փակում թշնամության էջը, ինչպես է փակվելու այդ թշնամության էջը։ Աշխատանքով։ Օրինակ նույն քաղաքասարակության միջև այդ փոխանակումը, փորձի փոխանցումը նաև, մտքերի փոխանակումը, դա մի քայլերից փոքր քայլերից մեկն է։ Մյուս կողմից ես գրեթե վստահ եմ, որ բոլոր ռազմագերիներն ի վերջո վերադառնալու են։ Ես հասկանում եմ, որ ուրեմն Արցախի վերնախավի համար միգուցե այլ կարգավիճակ լինի, միգուցե իրենք համար ավելի, չգիտեմ, հեռավոր նպատակ ունի Իլհամ Ալիևը, բայց այն մնացած գերիները ես լիահույս եմ, որ իրենք կվերադառնան, ընդ որում շատ շուտ կվերադառնան։ Եվ այդ առումով քայլեր են արվում։ Ես կարծում եմ, ես հույս ունեմ, որ մինչև տարեվերջ կամ նույնիսկ մինչև խորհրդանական ընտրությունները հնարավոր է, որ լինի ինչ-որ տես մի քայլ Իլհամ Ալիևի կողմից։ Ինչու որպեսի վերարտադրվի Նիկոլ Փաշինյանը եւ նրա իշխանությունը։ Դե կարա լինի։ Եթե դրա արդյունքում պետք է Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ես դեմ չեմ։ Ինձ համար կարևորը որ մեկ օր շուտ իրենք վերադառնան տուն, որտեվ 20 թվականից գերիներ կան, որ 20 թվականից նոյեմբերից են այնտեղ։ Դա ահավոր է։ Եվ եթե օրինակ Ալեն Սիմոնյանն ասում է ես պատրաստ եմ գնամ Բաքու, եթե նա գնա եւ 1 հոգի վերադարձնի իր հետ, ուրեմն իր Բաքու գնալը կարևոր է։ Բայց քանի դեռ մենք այնտեղ գերիներ ունենք, ես կարծում եմ բարձրաստիճան պաշտոնյաների այդքան էլ նպատակահարմար չէ։ Բայց քաղաքասարակության մակարդակով Քաղաքասարակությունը պետք է։ Քաղաքասարակությունը մշակութային, մենք գիտենք օրինակ վերջերս Ղազախստանում տեղ ունեցավ երաժշտական միջոցառում, որտեղ մասնակցում էին հայերն ու ադրբեջանցիները։ Այդ նման տիպ բաներ պետք են։ Ի վերջո մենք պետք է հասկանանք լավ Հայաստանի Հանրապետության նպատակը որն է։ Երկարաժամկետ նպատակը։ Որպեսզի լինի խաղաղություն։ Ոչ թե որ լինի բարեկամություն, եղբայրություն, ընկերություն։ Դա կա առանձին մակարդակում, անհատական մակարդակում տարբեր երկրներում, Վրաստանում, Ռուսաստանում, չգիտեմ, որտեղ որ կան Միացյալ Նահանգներում, որտեղ որ ապրում են ադրբեջանցիները հայերը, ամուսնացել են իրար հետ, գիտենք այդ պատմությունները։ Խոսքը գնում է պետության մասին։ Ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները լինեն կառավարելի։ Եվ այստեղ է շատ կարևոր օգոստոսի 8-ի կնքված այդ համաձայնագիրը,
Եվ մենք տեսնում ենք, որ ահագին դրա հետ կապված ահագին շարժեր են տեղի ունենում կենտրոնական Ասիայում։ Թե այդ 5 կենտրոնական ասիական երկրների այցը Սպիտակ եւ կնքված համաձայնագրերը, թե արդեն հայ-ղազախական հարաբերությունների ռազմավարական մակարդակի բարձրացումը, Եվ մեկ այսօր տասնյակից գիտեք ավելի Խուդատյանն է Ուզբեկստանում եւ այնտեղ քննարկում է Եվրամիության պաշտոնյաների հետ։ Մենք կարող ենք սիրել ուզբեկներին, կարող ենք չսիրել, կարող ենք սիրել թուրքմեններին, կարող ենք չսիրել, դա ինչ կապ ունի։ Ինձ համար օրինակ կարևորը որ թուրքմենական գազ գա Հայաստան։ Ինչու՞, որովհետեւ մենք ունենանք այլընտրանք։ Որովհետեւ ինձ լավ չեմ զգում, որ այստեղ կա ռուսական մոնոպոլիա գազի ոլորտում։ Եվ ամեն անգամ այդ մահակը մեր գլխին կանգնած է, որ այ ձեզ խելոք չպայեք, գազը կփակեմ, կթանկացնեմ եւ այլն։ Ինձ համար կարևորը որ օրինակ Իրանի եւ Արմուտքի հարաբերությունները բարելավեն, որ մենք կարողանանք ավելի անկաշկանդ այդ գազը արդեն սպառողին հասցնենք։ Ես սրա մասն եմ, ես օրինակ հաշճեմ Իրանի իշխանության հետ, որ այնտեղ դաջվածք ունեցողին կախաղան են հանում։ Բայց դե ինչ կապ ունի իմ անձնական ցանկությունը կամ նախասիրությունը։ Ինձ համար կարևոր է որ Իրանի հետ լավ հարաբերություններ պահպանենք։ Ինձ համար կարևոր է որ Ղազախստանի հետ ունենանք ռազմավարական հարաբերություններ։ Ես շատ ուրախ եմ։ Մենք ժողովրդավարական ենք, մենք ձգտում ենք Եվրոպական միությանը, մենք կապ չունենք Ղազախստանի հետ, բայց դա ինչ կապ ունի։ Ֆրանսիան էլ ունի Ղազախստանի հետ ռազմավարական հարաբերություններ կրկած, ընդ որում անցած տարի։ Եվ այդ Golden Gate ընդհանրապես այդ ծրագիրը, որ Եվրոպական միությունը արդեն քանի տարի առաջ է տանում, հիմնական շեշտը դրվում է կենտրոնական Ասիայի վրա։ Եվ կենտրոնական Ասիան էլ հասկանում է, որ իրենք դառնում են օբյեկտիվ սուբյեկտ։ Նույն Ղազախստանը նույնպես հասկանում է, որ դեպի հյուսիս Ռուսաստան խնդիր է, դեպի հարավ, սա հենց այդպես էլ կոչվում է դա Միջին Միջանցք։ Հենց դրա համար էլ այն կոչվում էր առաջ Միջին Ասիական, հա, Միջին Ասիա, որտեղ նա մեջտեղում է գտնվում։ Եվ այստեղ ես տեսնում եմ այն երկրների հետ ում հետ մենք ունենք շահիր ընդհանրություն, մենք պետք է իրենց հետ համագործակցենք։ Պարոն Բլեյան, երեք խորհրդարանում խորհրդարանական լսումներ էին նախաձեռնվել ընդդիմադիր խմբակցությունների կողմից քաղբանտարկյալների հարցով, հասկանալի է, որ նրանց ելույթների հիմնական թիրախը ոչ այնքան ներքին հասարակություններ, հանրություններ, որքան միջազգային հանրությունը։ Ձեր կարծիքով արձագանք կգտնի միջազգային հանրության մոտ նրանց ելույթները քաղբանտարկյալների մասով կամ այդ տերմինի մասով։ Միգուցե եւ իրենք կարողանան պեղել որոշ արձագանքներ, բայց իրականում պետք է անհատական նայել այդ բոլոր այդ այսպես կոչված քաղբանտարկյալներին։ Օրինակ այնտեղ կան կոռուպցիայի համար դատապարտված կամ քրեական գործով անցնողներ նկարներ էին դրել, ինչ կապ ունեն իրենք։ Կամ օրինակ Աջապահյանը ինչ քաղբանտարկյալ, որ ռազմական հեղաշրջման կոչեր անում եւ վերահաստատում էր իր խոսքը։ Այսինքն կներեք էլի հանցագործություն գործեմ, հետո գնամ ինչ-որ քաղաքական հայտարարություններ անեմ, հետո ասեմ դա քաղաքական հետապնդում է։ Հետո եթե քաղաքական հետապնդում է, նշանակում է որ Amnesty International կազմակերպությունը իր զեկույցում կզետեղի, որ օրինակ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը յուրաքանչյուր տարի զեկույց է պատրաստում, նշանակում է մենք կտեսնենք այնտեղ այդ քաղբանտարկյալների անունները։ Եվ այսպես շարունակ, բայց առ այսօր մենք չենք լսել նման զեկույցներ։ Հակառակը ես օրինակ կարծում եմ, որ որոշները պետք է այլ հոդվածով դատվեն։ Որովհետև երբ դու հայտարարում ես, որ օրինակ, չգիտեմ, Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոն է, բայց նա ազատության մեջ է, կամ օրինակ, որ չգիտեմ, Սերժ Սարգսյանը տասնյակ միլիոնների հասնող ճոր կաշառքի համար բան են անում եւ ստորագրություն են վերցնում չհեռանալու համար։ Բայց այն մյուսին ավելի նվազ կաշառքի համար բանտարկում են։ Այստեղ եմ ես խնդիրը տեսնում։ Թե այդ ինչպես է ստացվում, որ օրինակ Ռոբերտ Քոչյանի եւ Սերժ Սարգսյանի պարագայում կարծես թե դատարանի վճիռները այնպես մի քիչ ավելի բայրացակամ են մոտենում։ Բայց այնուամենայնիվ դա չի նշանակում, որ այդ մարդիկ քաղբանտարկյալներ են։ Ասում են ամեն դեպքում Բագրատ դեպքում Սրբազանից այնքան ենք խոսել ձեր տաղավարում, ես հիշում եմ, երբ այդ քայլերթը սկսել էր։ Ես ասում եմ, որ դա պետությանը վտանգում է։ Եվ իր նպատակը հենց դա էր, նա իր նպատակին չհասավ, եւ հիմա իրեն կոչել քաղբանտարկյալ։ ասում են այդ քաղբանտարկյալ, այսպես կոչված
քաղբանտարկյալների հարցով միջազգային հանրությունը լռում է, որովհետև այս իշխանությանը հաջողվել է նրանց համոզել, որ այս ամենը արվում է Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելու համատեքստում եւ դրա համար էլ միջազգային հանրությունը լոյալ է։ Դե միգուցե, բայց ես նորից եմ ասում, միջազգային հանրությունը ասվածն էլ պետք է հասկանանք ում նկատի ունի։ Դե այդ կառույցները, մարդու իրավունքները պաշտպանող կառույցները։ Այդ կառույցները նույն այդ կառույցները երբեմն իրենց զեկույցներում անուններ են դնում, որոնք վերաբերվում են Միացյալ Նահանգներին, եվրոպական երկրներին, այսինքն ինչ չէ, կառույցների դեպքում իրենք շատ անկողմնակալ են հիմնականում։ Միգուցե եվրոպական որոշ երկրների առանձին կտրված վերցնենք, կարող են իրանք ինչ որ անհատական մոտեցում ցուցաբերել այդ ամենին։ Բայց ես նորից եմ ասում, էլի ախր ի՞նչն է իրենց քաղաքական հետապնդումը։ Մենք քաղաքական հետապնդումներ տեսել ենք, մենք դրա միջով անցել ենք։ Մենք 90-ականների, 2000-ականների միջով այդ ամեն ինչ միջով անցել ենք։ Մենք գիտենք ինչ է նշանակում քաղաքական հետապնդում։ Նույնիսկ այդ մարդիկ ազատ շրջում էին, նույնիսկ մենք ասում էինք, մի րոպե, բայց այդտեղ քրեական հանցագործության, հոտ է գալիս։ Ինչու են իրենք ազատության մեջ։ Եկավ, ես վերջի պահին նոր սկսեցին քրեական գործերը հարուցվել։ Վայ, ես չգիտեմ դա ինչ է դա կապված, ինչու առաջ նույն Աջապահյանը շատ ավելի վաղ ժամանակ էր այդ ամեն ինչը հայտարարել, հետո վերահաստատել էր, հետո նոր այդ հանցագործը այդ քրեական հոդվածը, քրեական գործը բացվել էր իր նկատմամբ։ Դուք չեք կապում այդ ամենը նախընտրական այդ տրամադրությունների հետ, որոնք առկա են արդեն եւ բավականին ընդգծված։ Ես դա նորմալ եմ վերաբերվում, ինչու որտեվ բոլոր երկրներում նման բաներ կան։ Բոլոր երկրներում էլ հիմնականում իշխանությունը փորձում է մի այնպիսի բաներ անել ընտրություններից առաջ, որոնք ավելի ականջահաճո կլինեն, լավ ռեֆորմները պահում են վերջի պահին, որ ցույց տան, որտեվ ցանկացած կուսակցություն էլ փորձում է գալ իշխանության, այդ թվում նաև իշխանական կուսակցությունը։ Այստեղ ուրիշ հարց է։ Հարցը այն է, թե ինչպես անել, որպեսզի մեր դատական համակարգը այնքան կայացած լինի, որ նա ինքնուրույն սկսի գործել եւ ինքը չդառնա այդ քաղաքական process-ների մասը, այսինքն իրենք անջատ լինեն։ Այսինքն եթե օրինակ Միկա Բադալյանը իր Telegram-յան post-ում ռազմական շեղաշրջման կոչ է անում, իրենք առաջինը սկսեն դրանով զբաղվել, ոչ թե տեսնեն նա անձեռն մխելի է թե չէ։ Ոչ թե տեսնեն, այլ ոնց որ թե իշխանությունը արդեն իր հետևից ընկնելա, կարելի է մի հատ հելախորթակցենք, տեսնենք, կարող ենք քրական գործ բացել թե չէ։ Այնքան անկախ լինեն, այնքան կայացած լինեն, որպեսզի իրենք անկախ եւ կայացած գործեն։ Շատ լավ տեղ եկաք, պարոն Բլեյան, սրանով էլ երևի կամփոփենք մեր հարցազրույցը։ Ձեր ասացի համատեքստում նորմալ է, որ դատական իշխանությունների ներկայացուցիչները մասնակցում են Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացված պետական մարմինների ներկայացուցիչների համաժողովին։ Իրավապաշտպաններ կան, որոնց կարծիքով սա խիստ ոտնահարում է այդ իշխանության թևերի տարանջատման սկզբունքի առումով։ Պետք է մտածել, հետաքրքիր հարց եք բարձրաձայնում։ Գիտեք, պետական պաշտոնյաների հավաք, ճիշտ է, այդպես էր դա որակվում։ Եթե այն մասնակիցները իրենք պետական պաշտոնյա են իրենց կարգավիճակով, ապա ես կարծում եմ, թերևս իրենք կարող են այնտեղ մասնակցել։ Պետք է հասկանալ, թե որ պաշտոնյաներն էին մասնակցում։ Բայց ինքնին ֆորմատը ըստ իրավապաշտպանի, որի հետ ես կոնկրետ հարցազրույց եմ անցկացրել, ասում է ինքնին ֆորմատը խնդրահարույց է։ Դա ժողովրդավարական պետությանը հարիր գործելավոճ չէ։ Եթե մասնագետ ես չգիտեմ մասնի նկատի ունեք, եթե ինքը մասնագետ է ասում է, ես կհավատամ իրեն։ Եթե իհարկե ուղղորդված մասնագետ չէ։ Արթուր Սաքունցն է իրավապաշտպան։ Ամբողջությամբ ուրեմն կիսում եմ, ես անվերապահորեն հավատում եմ պարոն Սաքունցին, եւ եթե նա իսկապես դա բարձրացնում է, ուրեմն այդտեղ կա խնդիր։ Ես իրավապաշտպան չեմ կարող գնահատական տալ, բայց ես կարող եմ հավատալ պարոն Սաքունցի գնահատական։ Իրավական գնահատականը եթե մի կողմ դնենք, որպես քաղաքացի այդ
փաստին դուք ինչպես եք։ Գիտեք, այդ նախորդ հարցի մեջ ես որ ձեր հարցին պատասխանում եմ, ասում եմ, որ մեր դատական համակարգը պետք է այնքան անկախ լինի, որ եթե օրինակ այդ պաշտոնյաները մասնակցում են այդ հավաքին եւ այդ հավաքի ժամանակ իրենք տեսնեն ինչ որ քրեացին գործունեություն, իրենք կարողանան այնքան անկախ լինել, որ տեղում գործ հարուցեն։ Անկախ, այո, անկախ այն հանգամանքից, որ իրենք այնտեղ հրավիրալներ են։ Այ մենք պետք է գանք այդ մակարդակին եւ այդ մակարդակին հասնելու լավագույն ճանապարհը դա Եվրոպական միության կողմից առաջարկվող բարեփոխումներն են։ Եվ մեկ հարց էլ դատարանն այսօր վերացրեց Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուսների գործով միակ կին մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը կիրառել է վարչական հսկողություն եւ գրավ 2.500.000 դրամի չափով, սա կարող է երեկվա լսումների արդյունք լինել նաեւ եւ ազդակ դատարանի։ Ճիշտ ասած տեղյակ չեմ այդ կնոջ մասին, թե կարծում եմ նաեւ դատարանը պետք է իր որոշման մեջ պատճառաբանություն բերեր, թե որն է այդ պատճառաբանությունը, արդյոք առողջական խնդիր կա, արդյոք, չգիտեմ, տարիքային խնդիր կա, ես չեմ ճանաչում այդ կնոջ ուղղակի չեմ կարող ասել, միգուցե կարող է նաև կապված լինել այդ ամենը իրար հետ, միգուցե դժվար է պատասխանել այդ հարցին, որտեղ չեմ ճանաչում ինքը ինչով է անցնում, ինչ մեղադրանքներ են ներկայացված, այստեղ շատ կարևոր է որպեսզի չլինի խտրական մոտեցում, որ մեկին օրինակ պահում են կալանքի տակ, մյուսին արդարացնում են, բայց եթե կան մեղմացուցիչ հանգամանքներ այդ կնոջ համար, ես չասեմ, բարի նոր տարի իրենց ընտանիքին։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի ժողովրդավարության եւ անվտանգության հարցերի կենտրոնի ղեկավար, հանուն Հանրապետության կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արնոլդ Բլեյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։